Թեև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճակման գործի քննությունը, իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ գործադիրի իշխանության կազմին եւ նախարարական նշանակումների հարցերին կանդրադառնան հուլիսին։ Կուսակցության ներսում այս օրերին առաջնահերթ է դարձել ԱԺ նախագահի թեկնածուի ընտրությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով երեկ կայացած ԿՊ վարչության դռնփակ նիստում ավարտվել է առաջադրումների փուլը, վարչության 3 անդամ առաջադրվել են ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Մեր տեղեկություններով 5-շաբթի օրը ԿՊ վարչությունը կրկին նիստ կհրավիրի, որի ընթացքում արդեն բաց քվեարկությամբ կորոշվի, թե ով է լինելու իշխող ուժի թեկնածուն ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Եվ թեև պաշտոնապես պայքարում են 3 թեկնածուներ, այնուամենայնիվ իրական մրցակցությունը ծավալվում է Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի միջև։ ԿՊ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն Սիմոնյանը կուսակիցների շրջանում չի թաքցնում, որ ունի Փաշինյանի աջակցությունը եւ նույնիսկ տարբեր քննարկումների ժամանակ հայտարարել է, թե վարչապետի դաբրոն ստացել է կրկին ԱԺ նախագահ ընտրվելու համար։ Սակայն Ռուբինյանն այդ հարցում զիջելու տրամաբանություն չունի եւ պայքարում է մինչեւ վերջ։ ԿՊ-ի ներսից ժողովուրդ օրաթերթին փոխանցում են, որ Սիմոնյանը շարունակում է մնալ վարչության ամենաազդեցիկ անդամներից մեկը եւ ունի բավականին ամուր աջակիցների շրջանակ, սակայն նրա խնդիրը ոչ թե կուսակցական, այլ հանրային տիրույթում է։ Վերջին տարիներին նրա անվան հետ կապվել են մի շարք աղմկահարույց պատմություններ, սկսած քաղաքացու վրա թքելու միջադեպից, զինծառողի հարազատին հասցեագրված հայհոյանքներից, վերջացրած ընտանեկան եւ գույքային կոռուպցիոն բնույթի սկանդալներով։ Այդ ամենը ըստ իշխանական շրջանակների ներկայացուցիչների լրջորեն հարվածել է նրա հանրային ընկալմանը, որը չի կարող ԿՊ-ն անտեսել։ Ընդ որում Սիմոնյանն ունի ոչ միայն արտաքին քննադատներ, այլև կուսակցության ներսում իր դեմ աշխատող շրջանակներ, որոնց անցնող տարիներին հասցրել է նեղացնել, վիրավորել, անտեսել։ Հայկ Կոնջորյանի առաջադրումն ըստ ԿՊ-ի ներսի գնահատականների ավելի շատ ֆորմալ բնույթ ունի։ Մեր զրուցակիցների պնդմանն վարչությունում լուրջ ընտրազանգված չունի եւ դժվար թե կարողանա հավակնել հաղթանակի։ ԿՊ-ականները չեն մոռացել, որ տարիներ առաջ հենց Սիմոնյանն է Կոնջորյանին բերել կուսակցություն, սակայն այժմ վերջինս դուրս է եկել իր նախկին հովանավորի դեմ եւ մասնակցում է նույն պաշտոնի պայքարի համար։ Բացի այդ, չնայած Կոնջորյանը ղեկավարում է իշխող խմբակցությունը, կուսակցության ներսում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ ԿՊ-ում կան պատգամավորներ եւ վարչության անդամներ, որոնք մեր աղբյուրների փոխանցմամբ անգամ խուսափում են նրա հետ շփումներից, բարևից զուտ։ Վերջին շրջանում նրա շուրջ ձևավորված բացասական ֆոնին ավելացել է նաեւ առանձնատան ձեռքբերման վերաբերյալ սկանդալային հրապարակումները, ըստ որոնց նա անշարժույթը ձեռք է բերել շուկայականին զգալիորեն ցածր արտոնյալ գնով։ Քննարկումների առարկա են դարձել նաեւ ընտանեկան բնույթի պատմությունները, ինչպես նաեւ նրա հարաբերությունները նախկին քաղաքական թիմակիցների հետ։ ԿՊ-ում մինչև օրս հիշում են նաև Կոնջորյանը Էդմոն Մարուքյանի Սանիկն է, որին քաղաքական նպատակահարմարությամբ դավաճանեց։ Այս ֆոնին հետաքրքրություն է առաջացնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ի տարբերություն մյուս 2 թեկնածուների, Ռուբինյանի անվան շուրջ վերջին տարիներին հանրային լայն սկանդալներ չեն եղել։ Նա չունի այսպիսի բացասական հանրային բեռ, ինչպիսին վերագրվում է Ալեն Սիմոնյանին կամ Հայկ Կոնջորյանին, միայն թանկարժեք կանաչ թաղամասում գնված բնակարան։ Սակայն ԿՊ-ի ներսում նրան բնութագրում են որպես բավականին կոշտ, երբեմն հախուռն եւ կոնֆլիկտային բնավորությամբ գործիչ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նա հաճախ է ցուցաբերում խիստ ղեկավարի վարքագիծ, իսկ որոշ կուսակցականներ նրան համարում են անկանխատեսելի իշխանական թիմում, մինչև օրս հիշում են նաև նախընտրական շրջանային դրվագը, երբ այսպես կոչված ուրախ ավտոբուսի ուղևորության ընթացքում նա արգելել էր թիմակիցներին ապարել, համարելով, որ քաղաքական թիմի վարքագիծը պետք է լինի առավել զուսպ։ Եվ հենց այս 3 թեկնածուներից մեկի անունն էլ պետք է ընտրեն ԿՊ վարչության շուրջ 20 անդամներից բաց քվեարկությամբ։ Արդյոք հաղթելու է Նիկոլ Փաշինյանի աջակցության մասին վկայակոչող Ալեն Սիմոնյանը, կուսակցության ներսում աճող ազդեցություն ունեցող հախուռն բնավորությամբ Ռուբեն Ռուբինյանը, թե 3 կուսակցություն փոխած Հայկ Կոնջորյանը, կպարզվի առաջիկա օրերին։